Հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօրվա ընթերցված ավետարանը Ղուկաս ավետարանից 12-րդ գլխի 13 համարից սկսված մի հատված է, որ այս կյանքի մեջ, այս իրականության մեջ կարևոր հարցերի վերաբերյալ ուսուցում է, որ Տերը տալիս է։ Եվ տեսեք, թե այս ուսուցումը, այս թեման, որտեղից սկսվեց։ Նախ երբ որ մի քիչ վերև ենք նայում, տեսնում ենք, որ Տեր Հիսուս խոսում էր մարդու որդուն դավանելու մասին, խոսում էր, որ չպիտի ամաչեն մարդու որդուն դավանել, այլ պիտի համարձակորեն ամեն տեղ խոստովանեն, այդ դեպքում մարդու որդին նաև ահեղ հրապարակի առաջ, հոր առաջ կդավանի տվյալ մարդուն։ Մի խոսքով աստվածաբանական շատ խորը և խորին իմաստներ կրող ուսուցումներ էր տալիս Տերը իր շուրջ հավաքված ժողովրդին։ Եվ ասում է ժողովրդի միջից մեկը նրան ասաց, դուք պատկերացրեցիք չէ, խորը աստվածաբանական կարևոր ուսուցումներ տալու պահին, այդ տալու ընթացքի մեջ ժողովրդի միջից մեկ ասում է. Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի։ Ինչքան բնորոշ է երկու եղբայրների մանկությունից սկսած։ Խաղալիքս վերցրեց, ասա թող տա։ Եվ երևի ծնողները արդեն իսկ մանկությունից գլխավոր պաշտոններից մեկը, որ կատարում է, երկու երեխաների մեջ բաժանելու բաներն է սովորեցնում։ Ու շատ բան, միայն խաղալիքը չէ, միայն հագնելիքը չէ, միայն ուտելիքը չէ, հատկապես չէ ուտելիքի մեջ ասում են, երբ որ ուտում ես, կեսնել պահի եղբորդ տուր, մյուսին էլ են սովորեցնում։ Եվ երևի ծնողների սուրբ պաշտոններից մեկը սա է, Աստծու դրած վեհ ու սուրբ պաշտոններից մեկն էլ սա է, որ իրենց զավակներին սովորեցնում է եղբայրասիրություն, միմյանց մեջ սեր ու հարգանք։ Եվ երևի ամբողջ կյանքում հետամտում է սա, նույնիսկ այս աշխարհից գնալուց այս են պատգամ թողնում երկու եղբայրներին, որ սիրեն միմյանց։ Եվ չնայած այսպիսի իրականության, նաև սրան համընթաց գոյություն ունի այսպիսի վիճակ, և սա թերևս մանկության տարիներին այնչափ բնորոշ չի, այլ հասուն մարդկանց մեջ արդեն, երբ որ ծնողներն այս աշխարհից գնացած են լինում, այս ժամանակ է այս հարցերը հատկապես մեջտեղ գալիս։ Եվ մարդկանց համար նեղություն է, մարդկանց համար հոգս է, մարդկանց համար խնդիր է։ Երկու եղբայրներն էլ հավանաբար ներկա էին այդ քարոզի տեղը։ Դրա համար մի եղբայրը ասում է, ասա եղբորս, այնտեղ ներկա էր թերևս եղբայրը, որ ժառանգությունը բաժանի։ Իրենց մեջ եղող մի կնճիռ էր, մի խոչընդոտ էր, մի հարց էր, որ այս մի եղբայրը չէր մոռացել անգամ աստվածաբանական այս վեհ և սուրբ քարոզներ լսելու պահին։ Եվ ակնհայտ ձևով Տիրոջ դուրը չեկավ, այսպիսի խնդրանքը ասեմ, հորդորը ասեմ, պահանջը ասեմ, որովհետև մի անգամից ընդհատելով այս մարդուն, Տերը ասեց, ով մարդ, ինձով դատավոր կամ բաժանարար կարգես ձեր վրա։ Չուզեց, հետաքրքիր է մարդկային բնավորությունը, հենց որ որևէ կերպ, որևէ տեսակ հեղինակություն կտեսնեն, այն հեղինակությունից իրենց բոլոր ցանկալիները կուզեն, իրենց ամեն պակասն ու խնդիրը կներկայացնեն և կուզեն, սա շատ մարդկային բնավորություն է։ Եվ չնայած որ Տեր Հիսուս ինքը ոչ դատավոր էր, ոչ էլ բաժանարար էր, և ոչ ոք իրեն չէր կարգել այդպիսի պաշտոնի և ինքն էլ այդպիսի կամք ու մտածողություն չուներ ստանձնելու այդպիսի դերակատարում մարդկանց մեջ։
Օրինակ ես սրա վերաբերյալ մտածեցի։ Միգուցե Տերը կարող էր ասել, ով է եղբայրը, Բաժանի հետը։ Մի բառ օրինակ ասեր, բայց ոչ այդ բառն էլ չասեց։ Եվ ինձ թվում է, որ այս հակասական իրադրությունը ոչ թե Տերը չէր ուզում, որ արդար բաժանվեր ժառանգությունը, ոչ թե Տերը չէր կարող, որ արդար բաժաներ ժառանգությունը, այլ որովհետև Տերը խոսում էր աստվածային խորհուրդների մասին, մարդու որդուն դավանելու մասին, այնուհետև ահեղ հրապարակի մեջ մարդու դավանություն լսելու Աստծու կողմից պատվվելու մասին, շատ կարևոր հավիտենական խորհուրդներ, եւ հանկարծակ այս խոսքը ընդմիջվում է այսպիսի մի հորդոր խնդրանքով, ասա եղբորս Բաժանի ժառանգությունը, եւ Տերն ասում է, ով մարդ, ինձով կարգեց բաժանարար, ինձ թվում է երևի ասեր, ով է եղբայրը Բաժանի, եղբայրը մի անգամից մեջտեղ կգար եւ կասեր Տեր, բայց ինչի բաժանեմ, այս հարցերը եւ այլը, եւ սկսվելու էր մի անհատակ հոգեմաշուկ, բանավեճ, ամեն մեկ իր ճշմարտությունով զինված, բախվում են իրար եւ ցանկացած միջամտող դժվարանում է այս վեճին վերջնական լուծում տալ, որովհետև վիճողները չեն ուզում վեճին լուծում ստանալ։ Մովսես մարգարեն մի անգամ տեսավ անիրավված իսրայելացու, սպանեց Եգիպտացուն, բայց երկրորդ անգամ տեսավ, որ անիրավում է հենց իսրայելացուն եւ ուզեց միջամտել, անիրավողը անմիջապես պաշտպանվեց ասելով, ուզում ես ինձ սպանես, ոնց որ երեք Եգիպտացու սպանեցիր։ Ինքը անիրավում էր եւ չէր ուզում անիրավելուց հետ դառնար եւ անմիջապես պաշտպանվում էր Մովսեսին մահվան վտանգի ենթարկելով։ Միգուցե Մովսեսը չէր ուզում սպանել, բայց Մովսեսը շատ վախեցավ, որ իմացավ այն դեպքը այլևս տարածված է եւ իրեն հակառակորդ հոգեբանության մարդիկ արագ կհասցնեն որտեղ պետք չէր որ հասնել։ Դրա համար փախավ նույնիսկ Մովսեսը, չմնաց այնտեղ։ Չկարողացավ այդ երկու իսրայելացիների մեջ արդարություն հաստատել։ Հիմա տեսեք երկու եղբայրների մեջ վեճ կա։ Եվ այն տեսակ էլ վեճ չի, որ մտածես, որ հատկապես սրբապղծության վերաբերվող հարցերը, որ Տերը անմիջապես պատասխան տա։ Տերևս սա ահագին երկար հոգեմաշուկ քննարկման բանավեճի դադու դադաստանի ենթարկելու մանրակրկիտ ուսումնասիրելու հարցեր էր։ Եվ Տերը խոսում էր աստվածային խորհուրդների մասին։ Նա չէր եկել մի քանի մարդկանց մեջ դատեր որոշելու։ Այսպիսի գործողությունը պիտի իրենից ժամանակ տաներ։ Չէ որ ինքը մատակարարում էր շատ ավելի կարևորը, քան թե ինչ-որ մեկ-երկու մարդկանց մեջ մի վեճ լուծելու եւ հեղինակություն դառնալու այս հանգամանքը։ Դրա համար Տերը չուզելով եւ հրաժարվելով այս վեճը լուծելու հարցին, այս վեճը լուծելուց հրաժարվելուն, այս խնդրանքը Տիրոջ ուշադրությունը թեքեց ուրիշ ուղղության վրա, հարցերի վրա։ Չէ որ միայն այդ երկու եղբայրները չեն որ վիճում են։ Իրենց սերունդի մեջ էլի շատ երկու եղբայրներ կային, որ ժառանգություն չէին կարողանում կիսել։ Չէ որ այդ սերունդից հետո եկող միլիոնավոր, միլիարդավոր Քրիստոսի հետևորդ մարդկանց մեջ դարձյալ լինելու էին ժառանգության վեճ ունեցող եղբայրներ եւ անպայման էր որ փառքերի Տերը պիտի սկզբունքները թելադրեր թե ինչպես պիտի վերաբերվեն եղբայրները միմյանց նկատմամբ եւ Տերը անմիջապես շատ արագ հանճարեղ մտքով այս վեճի մեջ գոյություն ունեցող մեղքը գտնում է եւ միանգամից ներկայացնում։ Հիմա կասեք ոնց, հիմա տեսեք։ Ապա ժողովրդին ասաց, ուշադրություն դարձրեք հարց տվող ինչի ասում, եղբորը չի գտնում ասում,
այլ ժողովրդին շարունակում է իր ուսուցումները։ Մինչև էդ էլ ժողովրդին էր ուսուցումներ տալիս։ Հիմա ընդմիջվեց կտրուկ մի հարցով, հիմա նորից շարունակում է ժողովրդին խոսել, արդեն այսպիսի խնդրի մեջ գոյություն ունեցող առաջին և գլխավոր մեղքի վերաբերյալ։ Ապա ժողովրդին ասաց. տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից։ Ագահությունը մահացու մեղք է։ Եղբայրների մեջ վեճի պատճառը ագահությունն էր։ Որևէ մի եղբոր ագահությունն էր։ Եվ եթե ագահությունը հանվեր, արդար կբաժանվեր, և գող կլինեին բոլորը։ Ագահությունը մահացու մեղք է, 7 մահացու մեղքերից է։ Եվ երկու եղբայրների վեճի ու հակասության պատճառը հենց ագահությունն էր դարձած, որտեղ ագահությունը արտահայտվում է բոլոր ուղղություններով։ Եթե կա ագահությունը, գործվում է ագահությունը, բոլոր ուղղություններով կարող է արտահայտվել ագահության մահացու մեղքը։ Որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ։ Եվ որպես իր խոսքերը ավելի հասկանալի դարձնի մարդկանց, ագահության մեղքի վտանգավորությունը հասկացնելու համար, և նրանց մի առակ պատմեց ու ասաց. մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին։ Եվ նա խորեց իր մտքում և ասաց. տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա։ Գիտեմ, ասաց նա, թե ինչ պետք է անեմ, կքանդեմ իմ շնեմարանները և ավելի մեծերը կշինեմ, և այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները, ու ինքս ինձ կասեմ, ով մարդ, շատ տարիների համար ամբարված, բազում բարիքներ ունես, հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր։ Գիտեք, մեծահարուստը որևէ հանցանք չգործեց այսպիսի իրականության մեջ։ Երբ որ արտերը բերք տվեցին, առատ դա մեղք չէր մեծահարուստի համար։ Երբ որ մեծահարուստը իր բերքը, ժողովրդական խոսքով ասած, տիրապետելու հոգս ունեցավ, շատ լավ էր, սա մեղք չէր, հանցանք չէր։ Եվ հինը շտեմարանները փոքր էին, արդեն շատ էր եկամուտը, պիտի քանդեր և ավելի մեծերը պիտի սարքեր, խելամիտ տիրապետում է իր իսկ ունեցվածքի, բայց այստեղ մի հանգամանք կար։ Երբ որ նա առատություն ունեցավ, այլևս ինքը իր անձին ասեց. կեր, խմի, ուրախ եղի։ Էլ քո դեմ խաղ չկա, նորից ժողովրդական խոսքով ասենք։ Աստված նրան ասաց. անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ումն է լինելու։ Երևի մեծ այս հարուստ մարդը պիտի երազեր, որ առատ բերք չտար իր արտերը, ինչպես ամեն տարի որոշ պակասորդով տիրապետում էր, կյանքը ապրում էր, որոշ չարչարվում էր, որոշ ուրախանում էր, հանգստանում էր և այլն, բայց Աստծու դեմ հակադրված ինքը չլներ։ Աստված իրեն չասեր անմիտ, ինչու ասեց անմիտ, որտև այս հարուստ մարդը Աստծուն ընդհանրապես ուշադրություն չդարձրեց և անմահության ու հավիտենական կյանքի վերաբերյալ ընդհանրապես հոգս չարեց և իր կյանքի ու կենցաղի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս երկրավոր ուտելու, հագնելու, ունենալու ինչքի վրա, մամոնայի նյութի վրա, և սրանից են կողմ որպես բանական հոգի կրող մարդ, մահվանից են կողմ ու հավիտենական կյանքի վերաբերյալ ոչ մի, ոչ հոգս ուներ, ոչ էլ մտահոգություն ուներ։ Եվ իրեն թվաց, որ կարող էր այս կյանքը հանգիստ վայելեր, Աստված ասեց անմիտ, այս գիշեր հոգիդ ուզելու է։ Եվ ուզեցին տերևս։ Գիտեք ինչքան այդ տեսակ մարդիկ կան, կուտակ է, չեն հասցրել, ծախսել, գնացել են այս աշխարհից։ Նույնիսկ մի գյուղում շատ հռչակավոր պատմություն կա, որ ասում են մարդը մի գեղեցիկ շոր չհագավ, մի կուշտ փորով հաց չկերավ
գնաց աշխատեց, բերեց գցեց բանկերը 120,000 ռուբլի ուներ հասարակ գյուղացի մարդը, մի օրում թեքվեց ամեն բան 120,000 ռուբլին հեչ դարձավ։ Գոնե մի կուրշ փորով հաց կուտեր ասում էին կամ մի հատ լավ գեղեցիկ շոր կհակներ կամ մի տեղ կգնար կհանգստանար, այդչափ չէր ափսոսի, որտեվ տարիներ ասում է կուտակեց, մի անգամից փոխվեց ու զրոյացավ ամբողջ իր ունեցվածքը։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, տեսեք մենք օրինակներ տեսնում ենք, ոչ միայն առակի այս օրինակը, որ հոգին վերցվեց, այլ որ այդ ունեցվածքը ցիրուցան եղավ, զրոյացավ, ոչնչացավ։ Երկիրը փոփոխական շարժական կյանք է, ոչինչ չկա հաստատում։ Դրա համար երկրի վրա մտածել, որ քո ունեցվածքը հաստատուն է եւ քո երջանկության հիմքն է, ուրեմն դու մոլորված ես։ Ուրեմն դու այդ ունեցած մարդկանց եւ կորցրած մարդկանց պատմությունները չգիտես։ Երբ որ դու էլ բերանքսի վայր ընկած կհավաքես, համարելով որ երջանկությունը հենց այդ հավաքելն է, կհամարես որ էլ ոչ մի խնդիր չունես, հենց այն ժամանակ դու էլ կտեսնես այդպիսի, դու էլ կունենաս այդպիսի ավեր, այդպիսի կործանում, այդպիսի վնաս, այդպիսի վտանգ, դու էլ կդառնաս օրինակ ուրիշների համար, ուզես չուզես այդպես է։ Դրա համար տեսեք ասում է, Աստված նրան ասաց անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես ումն է լինելու, նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի եւ Աստուծով չի հարստանա, որ եղբայրն էլ որեր անիրավողը, հարց տվողը թե պատասխանողը, եթե նա Աստծով չհարստանար, մենակ այդ ժառանգության մի քիչ բաներով երջանիկ չէր կարող լինել, անհնար է, անհնար։ Եվ իր աշակերտներին ասաց, դրա համար էլ ասում եմ ձեզ, հոգ մի արեք ձեր կյանքի համար, թե ինչ եք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թե ինչ եք հագնելու, որովհետև հոգին առավել է քան կերակուրը եւ մարմինը քան հագուստը։ Նայեցեք ագռավներին, որոնք ոչ սերմանում են, ոչ հնձում, որոնք ոչ տեմարաններ ունեն եւ ոչ էլ ամբարներ, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքան ևս առավել ձեզ, որ շատ ավելի հարգի է, քան թռչունները։ Ինչու ագռավներին օրինակ բերեց, ասում են ագռավները 300 տարի են ապրում։ 300 տարի ամեն օր ուտելիք ունեն։ Միգուցե մի երկու օր էլ սոված են մնում։ Գիտեք ես հիմա ինչ եմ մտածում։ Մենք այնքան ուտում ենք, որ ուտելու պատճառով ստամոքսներս ենք վնասում։ Արդյոք մենք չափից շատ չենք ուտում, բոլորս, անխտիր։ Մեր ծնունդների, կնունքների, հարսանիքների սեղանները վկա։ Մեկ տակ, երկու տակ, երեք տակ, բացի տակն է սառը, բա ինչքան կա դրած։ Ծանրացած ստամոքսներով չենք կարողանում շարժվել։ Դժվարանում ենք, հետո սոդաները սկսում ենք խմել, չգիտեմ ինչեր անել, տեղեր ու բժիշկներին հետապնդել, խեղճ բժիշկները կրակներ են գնում, ինչ տալիս են, օգուտ չի տալի, նորից ուրիշ բաներ են փորձարկում, ինչ անեն մարդիկ, փեշերից կախված են։ Մեկ էլ երբի որ սոված մնանք, ինձ թվում է ավելի առողջ կլինենք։ Ու հիմա մեջտեղ է գալիս սովաբուժություն։ Այն պահքը առհամարող մարդիկ սկսում են դիետաներ տարիներով, մի շաբաթ պահք չէր պահում, միս շուտեմ կմեռնեմ, բա 5 տարի ոնց է միս չես ուտում, կամ չգիտեմ, սովաբուժություններ տարբեր տեսակ է, ժողովուրդ, կյանքը ուտելու մեջ չի, ժողովուրդ պետք չի այդքան անհանգստանալ մենակ այդ ուտելու համար։ Այո, բոլորս էլ բանականյակներ ենք, գաղափարական մարդիկ ենք, ամենքս էլ մեր ուտելիքի վերաբերյալ որոշ հոգս պիտի ունենանք եւ սա ընդունելի է։ Բայց ոչ մտատանջվենք ու ամբողջ մտածում, բա ինչ կուտենք, կուտես,
երիտասարդ տղաներ կա, ինչի չես ամուսնանում, ինձի հազիվ եմ պահում, մի հատ էլ կիները խվունց, կերակրեմ, այ տղա, մի վախեցի, Աստված քեզ կյանք ա տվել, մինչև այսօր ավելի մեծ նեղություններով ես անցել, որ սնվել ես, բա որտեղից ա եղել, մի տեղից եղել ա, փառք Աստծու, աշխատի, ժրաջան, գործի Աստված կտա, մեկը 1000 կդարձնի, մի վախեցի, դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, ագռավներին բնությունից կոնկրետ, փաստական օրինակ բերես Տերը, հասկացնելով բանական էակին մարդուն, որ դուք Աստծո աչքի շատ ավելի պատվավոր էակներ եք, ուստի հոգմի մի մտատանջվեք, հոգմի արեք, այսպես ձեր ամբողջ ուշադրությունը դուտելու վրա մի կենտրոնացրեք։ Ձեզնից ով հոգսանելով կարող է իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Մենք օրինակ ես ունեմ 1 մետր 75 սանտիմետր հասակ, բոյ, ինչ էլ հոգսանեմ չեմ կարող 50 սանտիմետր ավելացնել, 2 մետր 25 սանտի դառնալ, որ կարողանայի եկող կիրակի գայի ոնց կզարմանայի, չի կասեք Տեր Հայրս ինչ հսկա է դարձել, հնարավոր չի, հոգսանելով չեք կարող, և Տեր ասում է պարզ բանի չեք կարող, էլ ինչ եք հոգսանում, ոմանց թվում է թե Աստծո համար սա պարզ չի, չգիտեմ գենետիկ, հորմոնալ, ինչ-որ ռեակցիաների մեջ մի փոքրիկ փոփոխություն, 50 սանտիմետր չեմ 1 մետր 50 սանտի էլ կբարձանա մարդը, Աստծո համար դժվար բան չկա, բացարձակապես, դրա համար, մեզ համար անհնար, Աստծո համար շատ հասարակ, Արդ եթե փոքր բանի մեջ անկարող եք այլ բաների համար ինչու եք հոգսանում, նայեցեք Շուշանին, մի հատ ագռավին էր օրինակ բերել ուտելու համար, մի հատ է Շուշանին է օրինակ բերում, տեսնենք ինչի համար, ինչպես է աճում, ոչ աշխատում է, ոչ հյուսում, ասում եմ ձեզ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի նման չհագնվեց, այո և ամեն, Շուշանի գեղեցկությունը երբ որ ուսումնասիրես, կզգաս որ ոչ մի մարդ էլ այդ տեսակ գեղեցիկ չի կարող հագնել։ Իսկ եթե խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ ես վաղը հնոց է նետվելու, Աստված այդպես է հագցնում, որ չափ ևս առավել ձեզ պիտի հագցնի թերահավատներ։ Ուրեմն ինչին անդրադարձավ Տերը, ուտելուն և հագնելուն։ Գիտեք, քարոզը պատրաստելիս ես մի պահ հիշեցի նեղություն կրող որոշ անձինք, կանայք կարող է տղամարդիկ, որ շրջում են տարբեր տեղեր, մնալու տեղ չունեն 21-րդ դարում և անպայման որպես կանոն ձեռքներին մի քանի հատ ցելոֆան կա։ Եվ այդ ցելոֆանի մեջ իրենց հագուստներն են և ուտելիք մի փոքր։ Ուտելու և հագնելու հարցը մարդու համար գլխավոր և անհրաժեշտագույն հանգամանքներն են։ Եվ դրա համար, տեսեք, ագռավի օրինակով ուտելու համար ասես Տերը, Շուշանի օրինակով հագնելու համար ասես Տերը։ Եվ դուք մի մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու և մի մտատանջվեք, որովհետև այդ ամեն աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են։ Մի մտատանջվեք, այս բառը կարևոր է թեմայի մեջ։ Մի մտատանջվեք։ Իսկ ձեր հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Ինչ մխիթարական խոսք է։ Փառք ես մեր հայր, դու գիտես, որ պետք է։ Այլ դուք հետամուտ եղեք Աստծու արքայությանը և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ։ Խնդրեցեք երկնային արքայություն և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, անշուշտ, երբ որ մենք կարդում ենք Աստվածային սուրբ խոսքերը, մենք անպայման հավասարակշիռ ենք
ընկալու այն մտայնությամբ, ինչով որ Տերը ասեց։ Ոչ ոք երբեք մոլորություն մեջտեղ չդնի, համարելով, որ որևէ մարդ Քրիստոսին հետևելու համար ընդհանրապես չպիտի աշխատի, հոգս չպիտի անի, կամ ուտելիք չպիտի պատրաստի, հագնելիք չպիտի պատրաստի, միայն ասի երկնքի արքայություն, ոչ, Տերը սա չի որ խոսում։ Տերը շատ լավ գիտի մեր բնությունը, շատ լավ գիտի, որ մենք հենց մանկուց կպած ենք նյութին, շատ լավ գիտի այդ մանկական վեճերը երկու եղբայրների ու ընդհանրապես երեխաների մեջ եղող, թե ինչպես ամեն մանուկ ձգտում է դեպի իրեն վերցնել մի բան, ունենալ մի բան, չի թողում, որ իր ձեռքից վերցնի որևէ մեկը, սա բնատուր արդեն արարիչը դրել է մարդու մեջ, այսինքն սա բնական իրավիճակ է, որով մարդը մշտապես ունենում է այդ հանգամանքների պարագաների հոգսը, բայց մտատանջվել և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա, բայց ագահություն անել, ուրիշների ձեռքից խլել, զրկել ուրիշներից, սեփական ագահության համար, մտատանջվել ու համարել, որ այդպես երջանիկ կլինի, չի կարող երջանիկ լինել, որովհետև երջանկությունը զգացողություն է և մարդու հոգեկան աշխարհի հետ է կապված։ Իսկ հոգեկան աշխարհը որքան նյութի հետ կապ ունի, այդքան էլ կապ չունի նյութի հետ։ Ուստի նյութը ստեղծող Աստված, հոգին ստեղծող Աստված, մարդեակի ստեղծող Աստված, մարդկային հոգեբանությունը ստեղծող Աստված լավ գիտի իր ստեղծած էակին, դրա համար էլ ասում է, մի մտատանջվեք, դու ունես քո գործը, քո անելիքը, քո մասնագիտությունը, ժրաջան գործի, գարունը վեր կացար, որ ցանես սերմը հողի մեջ, ցանի սերմը հողի մեջ, ուրախ եղի Աստծով, ընթացքի մեջ խնդիրներ եղավ, կարկուտ եկավ, անձրև եկավ, չգիտեմ ինչ եղավ, ջորյակ, մարախ, ես իմ ինչ, հաղթահարի ինչքան որ կարողանում ես, մի մասը վնասվեց, ոչինչ, գնացինք առաջ, պահելունը պահի, հավաքի, ուշադիր եղի մի թափի և մի փչացրու, ավելացավ ունեցած այդ բաժանի չթողես փչանա, ափսոս է որ փչանա, քո տունը փչանում է մյուսը կարոտ է, դրան դու տար հասցնում մյուսին, այս հոգեբանական շատ կարևոր է։ Դրա համար երբ որ դու այս ամենը սովորական ընթացքով անես ու երկնքի արքայությունը խնդրես, քո ուշադրությունը, քո մտատանջությունը, քո հոգսը, քո ներքն աշխարհի ամբողջ տենչը դեպի Աստված, սրբություն, լույս, կյանք, հավիտենություն, Աստծո պատգամը կատարելու, Աստծո սրբությունն ու արդարությունը կատարելու մեջ է, մեղքից խուսափելու և առաքինի գործի համար վազելու մեջ է։ Երբ որ այսպես կանես, սա Աստծուն շատ հաճելի կյանք է։ Եվ Աստված չի ասելու անմիտ, հոգիդ կվերցնեմ, այդ հավաքածը տուղը կմնա, այլ կասի ապրես իմ բարի ու հավատարիմ ծառա, շարունակի քո առաքինությունները գործել, ես գիտեմ քեզ պետք է արքո պետքերը, քո ամեն պետքը լցնի, կլրացնի, ավելիով կտա, դրա համար ասում է երկնքի արքայությունը խնդրեք, այդ ամենից ձեզ ավելիով կտրվի, ամեն փորձառու հավատացյալ մարդ, ձեռքը որ դնի խղճին ու ազնիվ ձևով նա իր կյանքին, պիտի ասի փառք քեզ Տեր, միշտ ավելիով ես տվել, փառք քեզ Տեր։ Թող Աստծո օրհնանքը բոլորիս հետ լինի, շնորհ սեր և խաղաղությունը ձեզ ընդ ամենեսյանդ, ամեն։ Եվ տուր մեզ համարձակած ձայն բարբարով բանալս բերանս մեր կարդալս քեզ երկնավորդ Հայր, երգել և ասել։